Սուրբ Պողոս առաքյալն ասում է, որ հին օրենքը նորի ստվերն էր եւ Քրիստոսով հինը լրումին հասավ։ Ամեն ինչ վերաիմաստավորվեց, հա։ Հիմա փորձենք Պատվիրյանի պատմությունը նայել։ Դրախտում Աստված մարդուն ինչ պատվիրաններ տվել։ Մեկ պատվիրան։ Չուտել բարու եւ չարու գիտության ծառի պտղից, չէ՞։ Մեկ պատվիրաններ տվել։ Երբ որ դրախտից վտարվեցին, ինչի մասին գիտենք։ Գիտենք Աբելի ու Կայենի զոհի մասին։ Կարծես Ադամը առանց ասելու իր զավակներին սովորեցրեց, որ դուք կարող եք զոհ մատուցել, հա, դրանով հաշտեցնել Աստծուն, բայց դի ամենալավը մատուցել։ Պատմություն գիտեք, Կայենը վատը մատուցեց, Աբելը լավը մատուցեց, վերջ։ Այսինքն պատվիրանը մի քիչ շատացավ, չէ՞։ Եթե հնում ասվում էր մեկ պատվիրան, իմիջիայլոց Գրիգոր Տաթևացին ասում Ադամը զոհ չմատուցեց, բայց իր զավակներին սովորեցրեց զոհ մատուցել։ Ասում է, որտեվ չէր համարձակվում։ Ասում է, ես առաջին մեղքն եմ գործել մարդկության։ Դուք իմ մեղքերի համար էլ քավություն խնդրեք։ Հետո նորից սկսած պատվիրանները ավելացան։ Հա։ Աբրահամից մտավ թլպատությունը։ Նոր պատվիրան, տարբերություն, մկրտության նախօրինակը, հա։ Մովսեսով բազմապատկվեց, ինչու են շատանում պատվիրանները, ինչու են օրենքները սաստկանում, որտեղ մարդկանց մեղքերն էին սաստկանում, մարդը ավելի էր ընկնում մեղքեր, օրինակ նորի ժամանակ հնար չեղավ ոչ մի պատվիրանով մարդկանց մեղքերը քավել, ամբողջ մարդկությունը ջրհեղով վերացրեց, նոր մարդկության սկիզբ դրեց, պատկերացնում եք, ոչ մի պատվիրան չէր գործում արդեն, հնար չկար, Աստված ասաց մարդկանց մեղքերի պատճառով ջրհեղով վերացնեմ, էլ հնար չկա մարդկանց դաստիարակել, հնար չկա, պատկերացնում ես ինչ էր կատարում, այսինքն ոչ մի օրենք պատվիրան չէր գործում, որը բոլոր օրենքներից պատվիրաններից դուրս են։ Մովսեսը շատ ծանր հեթանոսական աշխարհում էր ապրում, տիրում էր ամբողջ աշխարհում հեթանոսությունը, Աբրահամի սերունդից էր, չէ՞, Աբրահամի Իսահակ, Հակոբ, Հակոբի սերունդը 12 նահապետներ, վերջ Եգիպտոսի դուրս է գալիս։ Ուրիշ հնար չկար, որ հեթանոսների մեջ իրենք չձուլվեին, չվերանային, միակ ճշմարիտ Աստված պաշտության կրոնը չլիներ, խստագույն օրենքներով պետք է առաջնորդվեին։ Պատվիրանը չպահելու պատճառով, խիստ պատժորնակ շաբաթ օրը չպահելու պատճառով մարդուն քարկոծում էին։ Եվ այսպիսի մի շարք սպանության հոդվածներ, Ադամի դեմ Ադամ, աչքի դեմ աչ։ Բայց երբ որ այս բոլորը ժամանակավոր օրենքներ էին, ոչ թե հավիտենական, այլ Քրիստոս նախապատրաստում էր, այդ օրենքները ստիպված էին գրվել այդ ժամանակում։ Ստվեր է ասում Պողոս առաքյալը, դեռ արեգակը չէր ծագել։ Երբ որ Քրիստոս եկավ, հենց Քրիստոս խիղճ շաբաթ օրերը բժշկում։ Ուզում էր հрьяաներին հասկացնել երկու բան, որ նախ եւ առաջ շաբաթը դադարում է արդեն Կիրակին է գալիս Տիրոջ հարության օրը։ Երկրորդ, դուք շաբաթը սխալ եք հասկանում։ Վերաիմաստավորեք եւ դադարեցրեք։ Սա էր ուզում ասել Քրիստոս։ Իսկ առաքյալների համար վերջին շաբաթը ո՞րն էր, որով դադարեց շաբաթը այլևս։ Քրիստոսի չարչարանած շաբաթ օրը ինչ էր, իրենք մոլորված Քրիստոսին էին փնտրում, չէ՞, խաչվել էր, բոլորը հեռացել էին, թողել էին, հա։ Եվ այդ շաբաթ օրը, հրեական շաբաթը, իրենց հանգիստը, սուրբ օր, իրենք շատ դաժան ձևով հիշեցին առաքյալները, բայց Կիրակին դիմավորեցին Քրիստոսի հրաշաբար հարությամբ, միաշաբաթը Կիրակին, եւ այլևս շաբաթը դադարեց։ Քրիստոսի
խաչելությամբ, ավագ շաբաթով սկսվեց կիրակին։ Կիրակին վերաիմաստավորվեց եւ հին ամբողջ օրենքը իր թլպատությամբ, իր ծիսաարարողակարգով դադարեց։ Քրիստոս ասաց այլևս զոր չեմ ուզում, ողորմություն եմ ուզում։ Այլևս պատարակ չեմ ուզում, անարիուն պատարակ եմ ուզում։ Իմ հացն ու գինին եմ բաշխում ձեզ, արիոնալի զոհաբերություններ մի արեք, ինձ ընդունելի չեն դրանք այլևս, դադարեցրեք այդ ամբողջը։ Այսինքն նոր շնորհի օրենքը հնի լրումն էր եւ նոր շնորհի օրենքը ամբողջ սրբագրեց հինը։ Ինչը մնաց պատվիրանը, բայց օրենքը վերացավ։ Պատվիրանները մնացին, չէ, 10 պատվիրան, մի շնացիր, մի սպանիր, մի գողացիր քո Տեր Աստծուն պաշտիր, պատվիր քո հորն ու մորը, սրանք մնացին, բայց օրենքի տառը վերացավ։ Հա, Քրիստոսին են մոտենում են, ասում են, ինչ անենք, երկնքի արքայությունը պահանք։ Ասում է, պատվիրանը չեք կարդացել, ասում է, մի շնացի մի, չի ասում լվացումներ արեք, չի ասում շաբաթը պահեք, հա, ասում է, պատվիրանները կարդացել ես, ասում է, մի շնացիր, մի գողացիր, մի սպանիր, պատվիր քո հորն ու մորը, տես ինչ է ասում Քրիստոս։ Այսինքն, որպեսզի դուք այդ մովսիսական տառը վերացնեք, շնորհի օրենքին ենթարկվեք, շնորհի օրենքով առաջնորդվեք։ Ուրեմն լրումը ամեն ինչի մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի շնորհի օրենքն։ Ամեն։